Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գործողություն փոխել է։ Թող իմանան վերևներ իրանց տակ կաբինետներին, որ ժողովուրդը դժգոհ է։ Եթե այստեղ քիչ մարդ է, չի նշանակում, ստորագրությունները շատ են։ Մարդիկ համաձայն չէ, իրանց հարկային կոդը բան է։ Կփոխվի։ Դե դուխից չընկնեն ժողովուրդը ու պայքարեն։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանը ոնց էր ասում, դուխով պայքարեց իշխանափոխություն եղավ եւ այլն։ Մնա ժողովուրդն է, հիմա ժողովուրդը դեմ է այդ օրենքին։ Դե պայքարեն։ Լավ կլինի։ Մենակ դուխով, թե օրինակ ինքը ուրիշ միջոցների էր դիմում, փողոց էր փակում։ Մենք չենք կարող ուրիշ միջոցներ դիմենք, որովհետեւ տենց էլ խառն է դրությունը հենց իրանց վիճակը էս այնտեղ միտինգ է, մեր հիմնական էս տնտեսական բանն է։ Կարող է վերջում մոփշի բոլորը միանան մի հատ բանի արդեն որ տենան արդեն կատաստրոֆիկ վիճակ է։ Մի բան կլինի էլի երևի։ Հա։ Ցուցարարները իրար միանան տնտեսական խնդիրներով։ Տնտեսական էսի կարևոր է, մարդիկ ընտանիք են պահում, բան դու եկել ես ասում ես չպետք է աշխատեք, փոքր բիզնեսը պետք է փակվի։ Տենց է նշանակում։ Դասմաս ծվերից ենք ուզում դուրս գալ, ուզում ենք խոշորներին։ Ոչ մի ծվեր չկա, ծվերից դուրս են եկել։ Խոշորները գիտեն ով է ինչ ներկրում, սա այնտեղ սահմանի վրա լրիվ մուծում են, գրանցում է, բան, այդ մարդիկ էլ բերում են ներսի շուկայում էլ մարդիկ գնում առնում են իրանից, էժանը մի քիչ թանկով վճարում են, դրա համար հարկ են մուծում։ Ինչքան ժամանակ է արդեն կառավարության դիմաց եք գալիս, հունվարից հետո գրեթե 5 ամիս է փոփոխություն չկա, 4 ամիս։ Փոփոխություններ եղավ, օրինակ մեր շուկայում ապրիլի 1-ից կասվիներն են ուզում ստիպեն 80,000-ով կասվի, այն դեպքում որ մեր կասվիները նույն գործողությունը անում է, քարտով ստանում են, գումարը եվա։ Ելանք ոչ ոք ասենք չենք մուծում, չենք բանանում, հետաձգեցին մի տարով։ Նշանակում է ինչ-որ փոփոխություն։ Եկել են ձեր ժուրնալիստները, բոլոր եկել նկարել են շուկայում, որ անհնարին է այդ ապրանքը գույքագրել, հին ապրանքներ է, հին։ Քրշի բազարի ապրանքը, ինչ ժանգոտ պրուժիներ կա ծախող, մարդեն դրանից է փողարում։ Դա ինչ է, ոնց կարող գույքագրել։ Ու այդքան ժամանակ մի հատ մեկը չեկավ, հարկայինից կամ ֆինանսների նախարարությունից կամ Նիկոլ Փաշինյանը մեկին չղրգեց գար։ Այս մի հատ գնացիք էսեք այդ շուկան ոնց են գոյատևում, դա ինչ ապրանք են ծախում։ Կան նայն որ պետք չի արել, դրել ես օրենքը մի անգամից հանում ես բոլորի համար ոնց որ մարդ կա շրջանա, օրինակ ես թոշակառու եմ, ես հունվարից հետո շատ վատ վիճակը, առևտուր չկա, սա հանրապետություն ասենք դա եղել է, տեղի փողը չենք անում, բայց թոշակի ստանում տալիս ենք մի ձևի բան, միշտ մտածում ենք լավանա։ Դե դու չլավացավ, եթե հետ չկանես, դե փակ ենք ստիպված։ Մարդիկ կան ձեր ծանոթներից գործընկեր։ Շուկայից 2 հոգի, 3 հոգի արդեն հելել են ու խոսակցություններ կա, որ սենց գնաց, երբ շատերը կփակվեն, էլի, փոքր բիզնեսմենները։ Իսկ նորմալ երկիրներն այդ փոքրի վրից ծեմբոլը, եթե թոշակառու է, վրից հարկերը հանեն, թողի շնչեր այդ մարդը։ Թոշակառն այսօր ամենապաշտպան վիճակում է։ Գնում է մի հատ բժշկի, չեն նայում թոշակառու է, մարդը սա կյանքը աշխատել է, այսօր եկել է թոշակը լավ էր կաշխատեր, կմանար կնստեր տունը կհանգստա, ոնց որ նորմալ երկրներում ոնց է։ Գնում են տարի մի անգամ էլ ման ենք ասում, դրել են աշխատում հələ փոխանակ բան անեք դրեք դրան էլի խեղդում։ Գևորգ Պապայանի հանդիպմանը դուք ներկա էիք, հանդիպումից դուրս եկաք զրոական ոչ մի լավ բան չի, իրանք ընդհանուր ասում են լրիվ լավ է, դուք ճիշտ եք, բայց մենք այս հարցը չենք կարող, այս հարցը մի հոգի կարող, Նիկոլ Փաշինյանը։ Իրանք ոչ ոք էլ հարց լուծող չեն, ոչ հարկայինի պետը, ոչ դեպուտատները։ Ես ուղղակի այն անգամ դիմադիր դեպուտատ Գառնիկ Դանիելյանը ստեղ էր։ Ասում եմ այդ օրենքը պարոն Դանիելյան, որ ընդունեցին, ես չեմ էլ տեղյակ եղել, խոսակցությունից եմ լսել, բան մի հատ այնտեղ չգնաց քննարկումներ, բաներ չթողեք դե երևի այնտեղ չեն եղել այնտեղ զալում չեն եղել։ Դրին անցկացրեց մի անգամից։ Դիմադիրներից էլ եք ուզում կարծիքներ լսել կամ իրենց հետ էլ քննարկումներ։ Ուզում եմ իմանամ ինչի է տենց հասրին, որ մի անգամից այս օրենքը անցկացրին։ Դա նշանակում է անդիմություն չունենք։ Ժողովրդի մեջ զատ խոսակցությունը գնա սաղ իրար են, էլի։ Ու արդեն ոնց որ ուզում եմ հավատամ, էլի։ Մենք հավատանք, որ իրար են գործում։ Հա, տենց է էլի։ Հուսով լինենք որ լավ կլինի, դուխից չընկնել, էլի։ Նիկոլը մեզ սովորեցրեց դուխով, մենք մեր դուխը լավ տեղն ենք պահում։ Պետք է որ լավ լինի։ Կոնեք պատրաստ եք փողոց դուրս գալ այս խնդրի համար ավելի մեծամասշտաբ իրեն Նիկոլ Փաշինյանը հեռացնելու։ Տեղը ասում եմ, տղեկ ջան,
Էսի իմ համար չի, մեր բոլորինս սա։ Հիմա այս օրենքը եթե անցավ, աղա հարկայինը մտնելու հաթաթ օրական մեկի ձենը լսել եմ, որ շտրաֆ արեցին։ Դուք համաձայն ասում հելեք եկեք ստեղ որ շատ մարդ լինի։ Որ Նիկոլ Փաշինյան տենա որ այսքան մարդը չեմ որ դժգոհ են, շատ են։ Հիմա այս ստորագրը հավաքը ինձ Այն ինչու չեն գալիս։ ասում են ոչ մի բան չի փոխվի, այս կառավարության վրա հույս չեն դրել, ասում են հարց լուծող չեն։